Այսօր մի համար երևի, ընդամենը մի համարի վրա կանգ առնենք, ոչինչ, որ մի համարի վրա կանգ առնենք։ Տենց է ստացվել, դե երեկվա փորձ ունենք արդեն։ Բայց մի քիչ վերևից ուզում եմ կարդամ։ Ուրեմն Հուդայի թղթի մի գլուխ է։ 10 համարից կարդամ։ Իսկ սրանք այն բաներն, որ չեն հասկանա, հայություն կանեն, եւ այն բաներն, որոնք բնականաբար անբան անասունների պես գիտեն, նրանց մեջ կապականվեն։ Հայություն են անում եւ ապականվում են։ Ես գիտեմ անցած անգամ ինչքան ենք խոսել այս մասին, բայց մի բան հիմա ուզում եմ ասեմ։ Հայությունը ավելի շատ ոչ թե դիմացի մարդուն է վնաս տալի, այլ հայությունը ավելի շատ վնաս է տալի հենց հայոյողին։ Որտեւ այդ իր ասած խոսքերով ինքը ապականում է, ես ասում եմ ինչ-որ կարդացի։ Իր այն շուրթերից պղծություն է դուրս գալի։ Ինքը իրան դատապարտում է այն բանի, որ Աստված էլ այս շուրթերը չի կարող գործածել։ Աստված չի գործածի պիղծ շուրթերը։ Պիղծ լեզուն Աստված չի գործածի։ Աստված մաքուր լեզուն է գործածելու։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք մեր շուրթերը, մեր լեզուն մաքուր պահենք։ Իսկ լեզուն մաքուր պահելու համար գրված է, որ լեզուն սրտի ավելցուկից է խոսում։ Ուրեմն նախ սիրտը պիտի մաքրվի։ Եթե սիրտը մաքուր չլինի, լեզուն չի կարող մաքուր լինել, որտեղ ընդեղից է վերցնում։ Ուրեմն շատ կարևոր է, որ մեր սիրտը մաքրենք։ Դե շնորհակալ եմ Աստծուն, որ Աստված այդ մաքրվելու հնարավորությունը տվել է։ Այնց այս խոսքերը մաքրում են մեզ։ Աստծո խոսքը մաքրում է մեզ։ Եվ ինչքան այս խոսքն է մեր մեջ գալի։ Նկատել եք, որ ասենք ոմանք աշխատանքի վայրում, ոմանք տանը, ոմանք չգիտեմ, որտեղ ինչ խոսք որ շատ լսում են, անկախ իրենց այդ խոսքը իրենց մեջ ֆռռում է, մեկ-մեկ էլ կարող է բերանից դուրս գա։ Ինչքան Աստծո խոսք լսես, Աստծո խոսքը քո մեջ կֆռռա եւ Աստծո խոսքը քո բերանից դուրս կգա։ Ինչքան վատ խոսք լսես, այնի կպտտվի քո մեջ։ Դրա համար մեր ականջները տանք Մարկոսի ավետարանի 4-ի 26-ում ավայթը գրած ասում է. նայեցեք թե ինչ եք լսում։ Ուշադրություն դարձրեք ինչ եք լսում։ Բերեք Աստծո խոսքը լսենք եւ Աստծո խոսք արտաբերենք։ Մեր շուրթերը մաքուր լինեն։ Երբ որ մաքուր լինեն, Աստված կգործածի։ Դե հիմա կարդամ այն համարը, որը այսօր պետք է դրա մասին խոսենք։ Ուրեմն Հուդայի թղթի առաջի գլխի, դե այդ մի գլխի 11 համարը։ Վայ նրանց, որոնք Կայանի ճամփով գնացին ու Բաղամի մոլորության պես ցանկության վարժի հետևից գնացին ու Կորխի հակառակության պես կորսվեցան։ Չգիտեմ, ես Հուդայի թուղթը սկսելուց այս այն միտքը, որ հիմա ուզում ասել եմ, թե չէ, թեկուզ ասել եմ, թող կրկնություն լինի։ Աստվածաշունչը կամ Աստված շատ զգուշացումներ ունի մեզ ուղղված։ Հենց առաջի մարդկանց ինքը զգուշացում տվեց։ Այս սարից չուտեք։ Կարող է շատ բան մտածեն, բայց ես մի տեսանկյունից էլ եմ նայում։ Աստված գիտեր, որ մարդկության կյանքի ընթացքում մենք այնքան բաներ ենք տեսնելու, որը մեզ չի կարելի։ Ընդունում եք սա, թե չէ։ Օրինակ, դրացի կնոջը չի կարելի պղծել։ Այնքան սիրուն աղջիկներ ենք տենում, բայց մեզ չի կարելի։ Այսինքն մարդը որ ծնուն գալիս աշխարհ, լիքը չի կարելիներ կա։ Ուրիշի ապրանքին չի կարելի ձեռ տալ։ Ինչ որ բան չի կարելի աստվածացնել, կռապաշտություն անել։ Վերջը, ուզում ասեմ, մարդկության կյանքում թեկուզ մեղքը չգործվեր, միևնույն է այդ զգուշացում միշտ պիտի լիներ։ Մեր կյանքում միշտ զգուշացում պիտի լինի։ Բաներ կան, որ մեզ չի կարելի։ Բաներ կան, դրանք մեզ կմերցնեն։ Բաներ կան, դրանք մեզ Աստծուց կկտրեն։ Հենց որ Աստված այդ մի չի կարելին, որ դրեց, այդ չի կարելին ամբողջ մարդկության, ամբողջ կյանքի համար էր։ Ես հավատում եմ, որտեղ չի կարելիներ կան։ Պարզապես մենք արդեն այն աշխարհի փոխված կլինենք Հիսուսով լցված, որ այդ չի կարելիները արդեն մեր համար կլինեն սովորական կյանք։ Նենց որ Հուդայի թուղթը այդ զգուշացումների, հիմնական զգուշացումների թուղթ է։ Եվ սա, ուզում ասեմ, խամ բան չի, նորություն չի։
Սա մարդկության կյանքն է, Աստված զգուշացումներ ունի։ Եվ հիմա այս մի համարը, այս մի զգուշացումը սկսում է վայ բառով։ Վայ նրանց։ Դե վայ բառը էլի տեղեր կան, բայց կոնկրետ այսօրվա այս համարի մեջ վայ նրանց եւ 3 մարդու օրինակաբերեմ, այդ 3 մարդը կարելի ասել այս վայի մի հատ բան են ասում է, չափանիշ, հա, չափանիշներ են։ Հիմա այս 3 մարդու մասին ենք այսօր խոսելու։ Դե հերթով ամեն մեկի անվան վրա ուզում եմ կանգ առնենք։ Վայ նրանց, որոնք Կայենի ճամփով գնացին։ Արդեն ջնջենք այնտեղ, որ ուշադրությունները խոսքին լինի։ Կայենի անունը բոլորը գիտեք, ովքեր Աստվածաշունչ չեն կարդացել, դարձյալ գիտեն, որտեղ այդ անունը շատ է արդեն տարածված, ոչ թե մարդկանց վրա են դնում, այլ բոլորը գիտեն, թե ով է Կայենը։ Հիմա Կայենի մասին ուզում եմ այն դրական կողմից գամ, նոր հասնեմ բացասականին։ Կայենը համար առաջի ծնված մարդն էր։ Կայենից առաջ Ադամն ու Եվան ծնված չէին, ստեղծված էին, սարքված էին։ Կայենը կանանցից ծնված համար առաջի մարդն էր։ Կայենը հոգևոր էր։ Նա Աստծո հետ խոսում էր։ Աստծո ձայնը լսում էր։ Նա Աստծո զոհ բերեց։ Համար առաջի մարդն էր, որ Աստծո զոհ բերեց։ Դենց է գրված, Կայենից հետո նոր Աբելը զոհ բերեց։ Կայենից հետո Աբելը ծնվեց, Կայենից հետո Աբելը զոհ բերեց։ Այսինքն Կայենը հոգևոր էր, Կայենը համար առաջի մարդն էր, Կայենը ամեն ինչով առաջ էր, Աստծո հետ կապ ունեցող, Աստծո հետ խոսող մարդ էր, հենց այնպես մի մարդ չէր, էլի դենքցած մեկը չէր, կամ չգիտեմ, մեղքերի մեջ, նա դրական բաներ շատ ուներ։ Բայց մի բան եղավ, որ զոհ բերեց, Աբելը զոհ բերեց, գրված չի, թե Կայենը ինչով սխալվեց, Աստված ասեց, դե Աբելի զոհին հավանեց, Կայենին չհավանեց, որ երեսը կախեց, Աստված ասեց, որ լավ անես ընդունելի չի լինի։ Որոշ թարգմանությունների մեջ սենց չի գրված։ Ոնց է գրված, որ բարի լինես բան եւ այլն։ Ես էս եմ համարում ճիշտ, որ լավ անես ընդունելի չի լինի։ Այսինքն Աստված դրական էր ասում։ Հիմա այստեղ ձեր վրա մի հատ օրինակ բերեմ։ Դու ինչ որ կարողանում ես անել, հիմա մեկը ինչ որ բանի մասնագետ է, մեկը չգիտեմ, գոնե քույրիկները լրիվ ճաշեփելու մասնագետ են եւ այլն։ Արդյոք դու ինչ որ արել ես մի անգամից հաջողվել է։ Հաստատ շատ անգամ ինչ որ անում ես առաջի անգամի այդքան էլ հաջող չի ստացվում։ Այսինքն մենք սխալվելու ենթակա ենք։ Բայց երբ որ շարունակում ենք, դառնում ենք մասնագետ։ Շարունակում ենք, արդեն այդ սխալները չենք անում։ Բոլորդ համաձայնեք այս մտքի հետ։ Նենց որ առաջինը սխալ է ալնում, այդքան մեծ ռուսերեն բառեր են գալու, սա մերթեխը չեմ անում։ Հիմա Կայենի մոտ առաջինը լավ չստացվեց։ Աստված չջնջեց։ Ասեց դու լավ անես կընդունվի։ Այսինքն հաջորդը փորձի լավ կլինի։ Հաջորդն լավ չլինի, մի հատ էլ փորձի։ Այնքան արա որ լինի լավ։ Նույնը մեզ եմ ասում, ես ձեզնից առանձին չեմ, տարբեր չեմ, մանավանդ աստվածապաշտության մեջ, եթե ինչ-որ բան չի ստացում, մի հուսահատվի, երեսդ մի կախի, Աստծուց մի խռովի, նորից արա, էլի արա, աշխատի լավ լինի, հաստատ եթե շարունակես կհասնես լավին, սրան ամեն ասում եք, եթե շարունակես կհասնես լավին, Կայենի սխալը ստեղ էր, որ հենց առաջինից խռովեց։ Դե մի ուրիշ տեսանկյուն էլ կա։ Ինչի խռովեց, որտեղ իր աղբորը լավ ստացվեց։ Հաճախ մարդը կոտրվում է կամ մարդու համար վատալում, երբ որ մյուսինը լավ է ստացվում։ Եթե այն մյուսն էլ սխալվի, դու քեզ լավ կզգաս։ Այդպես է մարդը, այսի մեղավոր բնությունն է։ Որ դու սխալվում ես, այն մյուսն էլ է սխալում, դու քեզ լավ ես զգում։ Բայց որ այնի չի սխալում, դու քեզ վատ ես զգում։ Դենց էր, չէ, Աբելինը լավ ստացվեց, հենց առաջինից լավ ստացվեց։ Այստեղ մի հատ հատկություն կա, որը մարդու ներսում բարձրանում է, որը Կայենի ներսում բարձրացավ, բոլորիս մեջ էլ էս հատկությունը կա, մենակ մնում է մենք հասկանանք այդ հատկությանը դրա գլխին խփենք։ Կարող եք ասել այդ հատկությունը։ Ապրեք։
Գիտուն մարդկանց հետ եմ խոսում։ Այո, Կայանի մեջ նախանձ բարձրացավ։ Եվ Կայանը այս նախանձին դեմ չկանգնեց, այլ թույլ տվեց, որ այդ նախանձը հասնի տիրի իրան։ Ամբողջությամբ ենթարկվեց այդ նախանձին և հասավ մարդասպանության։ Նախանձը տարավ մարդասպանության։ Այդքան բանը Կայանը առաջին կանանցից ծնված էր, առաջին աստվածապաշտն էր, առաջին զոհ բերողն էր, նաև դառավ առաջին մարդասպանը։ Ընդ որում եղբայրասպան։ Մենք չկարծենք, թե մենք Կայանից լավն ենք։ Բայց Կայանից կարող ենք դաս առնել։ Ոչ թե Կայանից, Կայանի ես կատարածից։ Կարող ենք դաս առնել։ Եթե Կայանը իր գլուխ չէ, երեսը կախեց, Աստծուց խռովեց, հաջողության չհասավ։ Իդեք մենք ստերից դաս առնենք, Աստծուց երբեք չխռովենք։ Երբեք Աստծուց երես չթեքենք։ Երբեք Աստծուց երես չթեքենք։ Եվ մեր աղբորը հանկարծ վնաս չտանք։ Որևէ մարդու վնաս չտանք։ Եթե Աբելը մեռավ, Կայանը չարդարացավ։ Այս ուղղությամբ եմ ուզում ասեմ, որ Աբելը էլ չկար, չի նշանակում կմնար Կայանը Աստված ուզեր, չուզեր Կայանի զոհը ընդուներ։ Չէ, գրքում գրված է, որ Աստված Աբելի փոխարեն նոր սերունդ տվեց, Սեթը ծնվեց։ Եվ սրա մեջ հոգևոր ես բան եմ տեսնում։ Ցավոք նախանձը հաճախ մեր մեջ սպանում է, մեր լավ հատկությունները։ Բայց երբ որ մենք գալիս ենք Աստծուն, Աստված այդ լավ հատկությունները նորից ծնունդ է տալի։ Մեր մեջ Աբելը երբ որ մեռնում է, Սեթ է ծնվում։ Այնպես չի էլի, որ մենք նախանձով լսում ենք ու տենց էլ վերջ։ Եկեք այդ նախանձին տեղ չտանք, նախ Աբելը չմեռնի, եթե հանկարծ մի ժամանակ չենք հասկացել Աբելին մերցրել ենք, եթե ապաշխարենք Աստված Սեթ կծնի մեր մեջ։ Չգիտեմ ինչքանով հասկանալի ասեցի, իմ մեջ, այնպես որ ասեմ 100%-ով սենց գրվածա չէ, ես ստանում եմ։ Հիմա ստանում եմ։ Տանը եսի չէի մտածել, բայց նստած տեղս մտածեցի։ Աստված վերականգնելու մեթոդ ունի, վերականգնելու զորություն ունի, կորցրածը հետ բերելու զորություն ունի, բայց մենք բաժին ունենք, մենք մեր բաժինը որնա դարձի գանք, ասենք, ես հանձնում եմ, բայց հենց նեղացած մնանք, վայ կլնի մեզ, վայ նրանց, այսինքն ովքեր չապաշխարեցին, ովքեր հետ չդառան, ովքեր մնացին դրա մեջ, շարունակեցին դրա մեջ, ովքեր մեկին սպանելով չբավարարվեցին, նրանց սերունդը շարունակեց նրանց սերունդի սպանել, թուրքը շարունակում է հային սպանել, միտեղ կանգ չառավ, վայ նրանց ովքեր կանգ չառան, վայ նրանց ովքեր շարունակեցին, դες թուրք հայ ասում եմ, որ ձեր մեջ լավ պատկերացվի, բայց այս խոսքը թուրքերի մասին չի գրված, այսի բոլորի մասին է գրված, մանավանդ կարդացողների համար է գրված, ովքեր կարդում են, հոգևորների համար է գրված, և սկիզբ զրճակեցի, Կայանը հոգևոր մարդ էր, մեզ այն շատերը երանի կտայինք, որ Կայանի նման Աստծո հետ կարող հարաբերություն ունենայինք, Աստված Կայանի հետ խոսում էր, Կայանը էլ Աստծո հետ էր խոսում, բայց ինքը չապաշխարեց, այդ դրա համար վայ է գրված, բայց երբ որ ապաշխարենք, այս վայից կազատվենք, այսինքն մենք եղել ենք մեղավոր, մենք եղել ենք այդպիսին, նախանձը մեզ շատ է վնասել, նախանձը մեզ շատ վատ բաների է տարել, նախանձը մեր մեջ Աբելին սպանել է, բայց եթե ապաշխարենք, Սեթը կծնվի, իսկ եթե չէ, այս վայը կծնվի մեր մեջ, այսքանի մասին եթե բան ունեք, համեցեք ասեք։ Բայց Տերը մի բան ասեց, ասում է, խես բարկացե ու խես գլուխդ կախ է, ինձ թվում է Աստված ուզում ասի, երբ դի բարկանամ, դու ես բարկացե, երբ երեսս քեզանից ծածկեմ, դու ես երեսդ ինձանից ծածկե, բայց շարունակության մեջ Տերն մենք որ ասում է մեղքը դրամոտ պարկած է ու քեզ փափագում է,
Իսկն Աստված ոնց որ ասի դու մի անգամ արդեն ընկար անկման մեջ, բայց շարունակման մեղքի քեզ փափագել, բայց դու ունես շանս իշխելու նրա վրա։ Այսինքն Տերը իր ողորմություններով է, էլի ոնց որ Աստված հնարավորություն է տալի կայանին վերականգնել իր հարաբերությունը Աստծո հետ, համել իր աղբոր հետ։ Բայց նայում ենք հետո ոնց որ այդ չապաշխարող տեսակը աղբորից վրեժ է լուծում ու համ Աստծուց է զրկվում, համ էլ իր աղբորից։ Մեղքը քեզ ուզում է հրապուրի, եւ եթե լավ նկատել եք, այո, մեղքը մարդկանց հրապուրում է։ Ոչ թե փափագում է, հրապուրում է։ Բայց դու կարող ես իշխել նրան։ Այդպիսին է հիմա։ Եվ դրան մոտնա մեղքը, հերու չի։ Մարդու գործերից երևում է իր հետագա կապը Աստծո հետ ոնց ալնելու, իր ապրածից, կամ կթուլանա Աստծո հետ կապը, կամ պիտի ավելի ամրապնդվի։ Եթե Աստվածը հաճո ձևով ապրում ես, գնալով հարաբերությունը Աստծո հետ կարգավորվում է, չգիտեմ, այդ ձայնը լսելի է դառնում, ներկայությունը շատանում է, ավելի պտղաբեր ես դառնում, բայց երբ որ մի բան անում ես, որ Աստծո չի գնալով, ասում է, թե դու ես քանդում քո հարաբերությունը, ես կարա հենց նույն Աստված քանդի հարաբերությունը։ Այս բոլորը գրված են նախազգուշացումներ, որ ոչ թե մենք կարդանք ու անցնենք, այլ որտեղ ապաշխարելու տեղ ունենք, ապաշխարենք։ Աստված միշտ մարդուն հրավիրում է ապաշխարության։ Աստված միշտ մարդուն հրավիրում է վերափոխման։ Ես կարող եմ քեզ վերափոխել։ Ես կարող եմ քեզ մաքրել, ես կարող եմ քեզ փրկել։ Միայն դու համաձայնվի։ Կայենը, երբ որ Աստծո հետ խնդիր ունեցավ, գրված է, որ գնաց ինչ-որ տեղ եւ իր համար քաղաք հիմնեց։ Եվ մենք Սուրբ գրքից գիտենք, որ առաջի քաղաքակրթությունը Կայենը հիմնադրեց, քաղաքը։ Այսինքն մի վայր, որտեղ իրանք մարդկությունը կարող էր ապրել առանց Աստծո։ Երբ որ հիմա մտածում եմ Կայենի եւ իր սերունդների մասին, իրանք անհավատության խնդիր չունեին։ Օրինակ Կայենը բացարձակ անհավատության խնդիր չուներ։ Կայենը գիտեր, որ Աստված կա։ Կայենը բազմիցս Աստծո հետ խոսացել էր։ Իր խնդիրը ապստամբությունն էր Աստծո առաջ։ Եվ Կայենը ուղիղ խորհրդապատկերն է, կարելի ասել հավատացյալ մարդու, որ հավատացյալ մարդու համար Աստծո գոյության կամ չգոյության խնդիրը չի, այլ Աստծո հարաբերության խնդիրն է, Աստծո պատվերը ճիշտ պահելու կամ չպահելու խնդիրն է, Աստծո առաջ խոնարհվելու կամ չխոնարհվելու խնդիրն է։ Այդ միտն է ուզում ասեմ, որ ոչ միայն Կայենը, նաև այդ ժամանակվա մարդիկ անհավատության խնդիր չունեին։ Այսպես մի քիչ տրամաբանեմ, գոնե Ադամը, որ 930 տարի ապրեց, գոնե 930 տարվա ապրող մարդիկ կարող են գնալ Պապու մոտ իրանց առաջի մարդու մոտ, ասին ոնց ստեղծվեցինք։ Իսկ այնտե անհավատության խնդիր չկար, ապստամբության խնդիր կար ավելի շատ։ Որ հանդիպել եք մարդիկ, որ ասում են, ինչի իմ հետ էս բանը կատարվեց։ Հանդիպել եք, չէ՞։ Այս բանը ինչի իմ հետ կատարվեց։ Ինչի այնի լավ, ես վատ։ Ինչի այնի ունի, ես չունեմ։ Այդ հարցը ավելի շատ Աստծուն է ուղղված, այո։ Այդ հարցին ոչ մեկը չի կարող պատասխանի։ Ինքը Աստծուց է պատասխան սպասում։ Բայց Աստված չի պատասխանի, որտեվ ապստամբությանը Աստված պատասխան չունի, ապստամբությանը ասում է ապաշխարի։ Այդ ինչի պատասխանն է սա։ Աստված ասեց, որ լավ անես ընդունելի չի լինի։ Մի հատ դատ ես ներկա չեմ եղել, իմ ծնողներն են ներկա եղել, իմ փոքր ժամանակ։ Իրանք, բայց մի քանի անգամ պատմել են, տպվել է մեջս։ Մի քանի երիտասարդներ տաքսի են նստել եւ այս տաքսու վարորդին, ասինքն տաքսի, բան չէ, սեփականատեր էլի, ավտոսեփականատեր։ Իրանց կարծիքով սպանել են, այդ ավտոն փախցրել են։ Բայց այդ մարդը չի մեռել բանից բարձվում, հա։ Եվ գնաց է բողոքել, վերջը բռնել են, դատում են։ Այդ դատին իմ ծնողները ներկա են եղել, որտեղ դատվողներից մեկը ծանոթ է եղել։ Ասում է, հիմա այդ որ դատվողի վերջին խոսքն են ասում, թե ինչ, թե վերջին չի, նախավերջին չեմ անում։ Ասել է, դե ինչի ինքը ունի, մենք չունենք։ Ասում է, դատավորը գոռացած, գնա աշխատի ունեցի։ Առանց աշխատել ուզում ես ունենաս այդ սխալ ճանապարհով։ Ես ինձ հատուպվեմ մեջս։ Եթե մեկը ունի դու չունես, այդ մեկը մեղավոր չի։ Ոչ էլ Աստված է մեղավոր։ Աշխատի ունեցի։ Շնորհակալ մենակ աշխատելը չի։ Նաև քո աշխատածը ճիշտ տնօրինի։ Վաստակը ճիշտ տնօրինի, դու էլ կունենաս։
Աստված երբեք չի որոշել աղքատներ լինեն։ Մարդը ինքն է այդ ճանապարհով գնում, ինքն է ընտրում։ Խելքից աղքատ կամ իր ապստամբությունից։ Նենց որ սիրելի Կայեն, աղբեդ լավ արեց, լավ չարեցիր, վերցրը հաջորդը դու լավ արա, ոչ թե ապստամբի Աստծու դեմ։ Ուրեմն, ուզում եմ կրկնեմ, եթե ապաշխարես քո մեջ սեթը կծնվի, եթե չապաշխարես քո մեջ այս վայը կծնվի։ Սա զգուշությունը մեր համար։ Հիմա որ ասեմ, եթե ապաշխարես, եթե չապաշխարես, արդեն հասկանում եք, համաձայն է, որ Կայենը հավատացյալ էր։ Եվ հավատացյալի սրտում նախանձը հնարավոր է բարձրանա։ Լրիվ, այդ որ ես ասում եմ, ոմանք ասում են, ինչի այս բանը չունեմ, ինչի այս բանը իմ հետ կատարվեց, ես ավելի շատ հավատացյալներից եմ լսել։ Անհավատներից էլ եմ լսել, բայց ավելի շատ հավատացյալներից։ Սիրելի հավատացյալ, որ լավ անես ընդունելի չի լինի, կյանքդ փոխի, հանձնի Աստծուն, արի Աստծուն, խնդրի Աստծուն, Աստված քո համար բարի նպատակներ ունի, հաստատ քո համար բարի ծրագիր ունի։ Կրկնում եմ, Աստված ոչ մեկի վատը չի ուզում, ոչ մեկի համար չի ծրագրել աղքատություն, հիվանդություն, փորձանքներ, այդ բանը Աստված չի ծրագրել։ Դրանք մեր մեջ գալիս են մեղքի պատճառով, ապստամբության պատճառով։ Եկեք դառնանք Աստծուն, ապաշխարենք, կփոխվի ամեն բան։ Ուզում ասենք առաջ։ Հələ երկու հոգի էլ կան։ Մյուսը, էլի վայ, Բաղամի մոլորության պես ցանկությամբ վարչի ետևին գնացին։ Բաղամը դարձյալ հավատացյալ էր։ Այն էր սովորական հավատացյալ չէր, մարգարե էր։ Նա Աստծու հետ խոսում էր, Աստծու լսում էր։ Իմիջիալոց Աստված միայն իսրայելացիների հետ չի գործել։ Օրինակ Հոբի գիրքը կարդում ենք, ոչ Հոբն է իսրայելացի, ոչ էլ Հոբի ընկերները։ Բայց ինչ աստվածաբանություն ունեին։ Աստծու հետ խոսող մարդիկ էին, այսինքն ամեն ազգի մեջ էլ Աստված ունեցել է մարդիկ։ Բաղամը իսրայելացի չէր, բայց մարգարե էր, Աստծո մարգարե էր։ Իրենք էլ հավատացյալ էին, ստե 3 հոգու մասը իրենք էլ հավատացյալ էին։ Ես խոսքը լրիվ հավատացյալների մասին։ Հիմա ինչ եղավ Բաղամին։ Ինքը մարգարե էր, այն աստիճանի ճանաչված մարգարե էր, որ ոչ թե միայն իր շրջապատն էին ճանաչում, օտար երկրա թագավորներն էլ էին ճանաչում, որ այս երկրում այս անունով այսպիսի մարգարե կա, նրա խոսքը պարտադիր կատարվում է։ Դրա համար Մովաբի թագավորը կանչեց, որ անիծի Աստծո ժողովրդին։ Հիմա սկզբից Բաղամը իրան լավ դրսևորեց։ Ասաց տնամ Աստված թողմա թե չէ, ուղարկմա թե չէ։ Աստված ասաց չգնաս, ես այս ժողովրդին չեմ անիծելու։ Եկավ այդ պատգամավորներին, ասաց որ չէ, Աստված թույլ չի տալի։ Ու ասաց ինչ էլ տակ, ես չեմ համաձայնում։ Սկզբից իրան շատ լավ դրսևորեց։ Բայց հաջորդ պատգամավորները, որ եկան ավելի շատ գանձեր բերեցին, այստեղ արդեն, ստեղ ինձ հետ ասում, ցանկությամբ վարձքի հետևից գնաց, այդ վարձքը, այդ փողը, այդ ունեցածը, այդտեղից արդեն սկսեց իրա շեղումը, ճիշտ է էլի Աստված նրան գործածեց, նրա շուրթերի վրա դրեց օրհնություն ոչ թե անեց, բայց իրա սիրտը արդեն ուղիղ չէր Աստծո առաջ, իրա սիրտը ավելի շատ այդ գանձին էր, և երեք ընդեղ մեկը հետաքրքիր բան ասեց, ինքը ոնց որ թե երկակի խաղ էր ուզում խաղար, համ Աստծուն չվշտացել էր, համ այդ գանձի տերելն էր, ոնց որ թե այդ երկուսն էլ ուզում էր էլի, դասավոր էր, այն էլ Աստծուն խաբել չի լինի ժողովուրդ, Աստված չի ծաղրվի, և ներող կլնեք, որ ասեմ, շատ քրիստոնյաներ եմ տեսել, որ գումարի պատճառով ընկել են հավատից, մամոնայի պատճառով ընկել են հավատից, դրա համար Հիսուսն ասեց, մի մարդ չի կարող ծառայել Աստծուն և մամոնային, ուրիշ տեր չասեց, մամոնան փողի Աստվածն է, փողի այդ ոգին է,
Մենակ այդ է կարողանում մարդու կյանքի մեջ Աստծո հետ մրցել։ Ուրիշ բոլորը մարդը կարա մերժի, այդ գումարը դժվար է մերժվում։ Ինչքան շատանում է գումարը, այնքան մարդը դժվար է մերժում։ Բայց դե նորություն չի որ ասեմ։ Մենք գոնե այն մարդիկ, որ հասկանում ենք, ժողովուրդ փողով չի ապրել, Աստծով է ապրել։ Ուզում այս շենքով մեկ ոսկի ունենաս։ Նույնիսկ աշխարհիկ մարդը ասում, մահս եկավ, կթողնեմ գնամ։ Մենք Աստծով ենք ապրում։ Եթե մեկը կարծում է փողով է ապրում, ինքը մոլորված է։ Այս վայը կհասնի իրան։ Հիսուսն ասեց, ոչ միայն հացով կապրի մարդ։ Այդ հացի տեղը կարանք դնենք ցանկացած մարմնավոր, երկրավոր, ֆիզիկական, նյութական բան, այլ Աստծո խոսքով ապրի մարդ։ Աստված եթե ասել է ապրի, դու ուտելու հացեր չունենաս կապրես։ Իսկ եթե Աստված ուզենա որ դու չապրես, ոչ մի գանձ չի կարող քեզ ապրեցնել։ Այս ճշմարտությունը որ ընդունենք, Բաղամի այս փորձությունից ազատ կլինենք։ Բայց կրկնում եմ, Բաղամն էլ էր հոգևոր մարդ։ Փաստորեն այս մեր օրինակները հոգևոր մարդիկ էին։ Նա չէ որ անհավատ են, ես դրանց գործ չունեմ, չէ, հոգևոր, ասում եմ, մեզ շատերը երանի կտանք այս ձևի մարգարելն ենք, որ օտար երկրի թագավորներն էլ այդ մարգարեին ռուսերեն ասած պրիզնատ կան։ Ստեղ իրականում Բաղի կյանքը նայում ես մի քիչ ավելի ոնց որ խորը, հա, Բաղամի կյանքը մի քիչ ավելի խոր բաներ կա։ Ոնց որ ինքը երբեք Աստծո անունով սխալ բան չխոսեց, չհամարձակվեց Տիրոջ անունով սխալ բան ասի։ Բայց քանի որ այդ վարձքը շատ էր ուզում դրան հասնել այդ պարգևներին, սկսեց սխալ խորհուրդներ տալ։ Ինքը անեծք չհրճակեց Իսրայելի վրա Աստծո անունով, բայց նենց արեց որ Աստծո անեծքը գա Իսրայելի վրա։ Որ ասես ձեր կանայք եթան իրանց տղամարդի մոտ, մեկ էլ մասնակցեն իրանց կուրքերին, երկու բան որ Աստված ատելով ատում է։ Մեկը մարմնավոր է շնությունը, պոռնկությունը, մյուսը հոգևոր է բղծությունը, կռապաշտությունը։ Ինքը այդ մղեց այդ ժողովրդին այդ երկու բան անելու, որ առանց անիծելու այդ անեծքը գա Աստծո վրա։ Դա շատ բարկացրեց Աստծուն, հայտնության գրքում էլ նայում ենք, ասում է քո մոտ Բաղամի վարդապետություն պահուներ ունես։ Այսինքն դա մի տեսակ է մարդու, որ կարա բոլոր դարերի մեջ լինի, բոլոր եկեղեցիների մեջ հայտնվի, որ հանուն փողի, հանուն շահի կարա դաժե ծուր բաներ խոսա, սխալ խորհուրդներ տա, ասենք շատ բաներ անի, նպատակը շահը լինի։ Որ ասում է ոմանք աստվածապաշտությունը շահավաճառություն են համարում, որոնք գրված են մտքով ապականված մարդիկ են ու ախտացած են վիճաբանությունների մեջ։ Դες մարդիկ ամեն դեպքում կարա լինի բոլոր եկեղեցիների մեջ։ Ինքը այդ ժամանակ Աստված քանի որ նրա լեզվի վրա տիրապետում էր, անեծք չարեց, բայց ինքը ընես խորհուրդ տվեց, որ իսկապես անեծք եկավ։ Դա էլ հենց իր հիմնական մեղքն էր։ Բայց հիմնական մեղքը գալիս էր որտեղից, փողասիրությունից։ Գիտեք, Հուդան էլ այդ պատճառով գա, Հիսուսի աշակերտ Հուդան այդ նույն պատճառով գա, փողասիրության պատճառով։ Եվ ընես չենք կարող ասել, դե էսի մեզ չի պատահի։ Շատ հոգևորներ են եղել, որ փողի պատճառով հավատից ընկել են փողի պատճառով, ասա։ Ես մտածում եմ որպես հոգևոր, ասենք եթե մեր կողքը ճիշտ մարդիկ չլինեն խորհրդատու, խորհուրդ տվող, ես մտածում եմ որ հոգևորապես կապ չունի ինչքան էլ ուժեղ լինես, եթե ճիշտ խորհրդատու չլինի քո կողքը, ասենք մի խնդրի մեջ ես ու գնաս մի մարդու ուզենաս որ քեզի ճիշտ խորհուրդ տա, կարա մի հատ անես խորհուրդ տա, որ դու այդ խորհուրդը լսելով ավելի վատ լինես, քան թե որ ընկել ես, էլի։ Պիտի մեր կողքին լինեն մարդիկ, որոնք ճիշտ խորհրդատու լինեն, խորհուրդ տվողներ լինեն։ Ես ճիշտ մարդիկ, որոնք քեզ կբարձրացնեն, թեկուզ դու ընկել ես, ասենք այդ իրավիճակի մեջ, բայց եթե ճիշտ մարդու կողքն ես դու հայտնվում, ինքը կարա քեզ բարձրացնի ու քեզի առաջ տանի։ Ու դու այդ խորհուրդը լսելով գնաս Աստծո մեջ ավելի խորանաս, քան թե ընկնես, էլի։ Քանի որ Բաղամը պարգև ուներ Աստծուց, ուզում եմ մեր վրա զուգահեռներ տանեմ, այդ պարգևը սխալ գործածեց ինքը։ Սխալ գործածեց։ Եվ բայց Աստված իր դեմը չկանգնացրեց։ Այդ պարգևով ինքը դարձյալ գնաց օրհնեց Իսրայել ժողովրդին, բայց արդեն իր սիրտը ծուռ էր։
Եվ ստեղ Աստվածաշան Նորտակարանյան մի համար հիշացնեմ, ասում է, այն օրը շատերը կգան, տեր կասեն, քո անունով էս արեցինք, այն արեցինք, չեմ ուզում շատ մանրամասն ասեն, հրաշքներ արեցինք, դևեր հանեցինք, բայց ասում նրանց կասեմ, ինձանից հեռու գնացեք, ով ամեն անօրենություն գործողներ։ Այսինքն շատ հնարավոր է մարդը պարգև ունենա, էլի Աստված գործացի այդ մարդուն, որովհետև Աստված նպատակներ, ծրագրեր ունի, ուրիշ մարդկանց հետ, ուրիշ գործեր ունի, հնարավոր է նույնիսկ ամբարիշ մարդուն օգտագործի իր նպատակների համար, կամ պարգև ունեցող մարդուն օգտագործի իր նպատակների համար, բայց մի օր ասի ինձանից հեռու գնա։ Եվ պատմությունից գիտենք, որ ինքը մահացավ, իսրայելացիք իրան սպանեցին, ինքը մաս ու բաժին չունեցավ Աստծո այդ օրհնության մեջ, այդ ապագայի մեջ, Աստծո ժողովրդի։ Նայում ենք Ղովտի կյանքն էլ, Ղովտը սկզբից ասում է գնաց Սոդոմի շրջակայքը ապրեց, բայց երբ որ Աստված Ղովտ բանը Սոդոմը սկսեց կործանել, Ղովտը Սոդոմի մեջ էր ապրում։ Այսինքն մարդ կարա վրիպումներ ունենա սխալվի, բայց ինչքան գնալով մնում է դրա մեջ, այնքան արդեն անկումը մոտիկանում է։ Հետո Պետրոսի թղթերի մեջ մի բան է գրած, ասում է անիրավության վարձքը սիրեց։ Բոլորս աշխատում ենք, վարձքի համար ենք աշխատում, եկամուտի համար է մարդը աշխատում, բայց շատ կարևոր է այդ փող օրինական ճանապարհով լինի, որտեղ անիրավության վարձքը սիրեց, դա այսինքն ինքը անեծքի փող սիրեց կարելի ասել։ Ուրիշին դժբախտացնելու փողը սիրեց, ուրիշի կյանքը փչացնելու փողը սիրեց, էլի։ Այո, այն գումարը, որ մարդը կարող է վաստակել ուրիշի վնաս տալով, դա անիծյալ գումար է։ Դրանով մարդը չի օրհնվի։ Սա մեկը միշտ ճիշտ է։ Եվ ցավոք մեր շրջապատում շատ ենք տեսնում մարդիկ, ովքեր ուրիշին վնաս տալով են վաստակում, բայց դա իրանց կորուստի համար միայն կլինի։ Երբեք ուրիշին վնաս տալով չվաստակես։ Մյուսը Կարենը որ ասեց, այո, շատ տեղին ամտքովս չէր անցել, բայց ինքը Աստծո տված պարգևը ուզեց գործածել հարստանալու համար։ Սիրելի մարդ, եթե Աստված տվել է, Հիսուսը մի այսպեսի բան ասեց. ձրի առել եք, ձրի էլ տվեք։ Աստծո պարգևը չծախեք։ Աստծո պարգևով աշխատեք փող չաշխատել։ Աստված կօրհնի։ Աստված կօրհնի, բայց եթե դու ուզենաս դրանով փող աշխատել, դու արդեն սխալ արած կլինես։ Ընդունել ես, թե չէ։ Օրինակ Պողոսը, որ նավաբեկությունից հետո այն կղզին ելան, Պողոսը քանի որ բժշկություններ արեց, հետո շատ լավ բաներ բերեցին իրանց ուտելիքներ, հագնելիքներ տվեցին։ Բայց Պողոսը դրա համար չարեց բժշկությունները։ Ինքը Աստծուց ստացածը տվեց, դե նրանք էլ լավություն արեցին։ Ուզում ասեմ, հնարավոր Աստված օրհնի, բայց Աստծո պարգևը մենք գումար աշխատելու համար չգործածենք, որտեղ Աստված ձրի է տվել։ Ամեն ասում ենք սրա շատ լավ միտք էր, կարևոր միտք էր։ Եվ Տիգրանի ասածն եմ ուզում շարունակենք, էլի շատ կարևոր միտք, ես հասկացա, ընդունեց շատ կարևոր միտք։ Եթե մենակ ինչ-որ բան անես, սխալվելու հավանականությունը շատ ավելի շատ է։ Իսկ եթե դու խորհուրդ հարցնես, խորհրդականներ դե հասկանալի է, ոչ թե թիկնապահներ հետդ մանտաս, այլ ընդհանրապես ինչ որ անում ես, խորհուրդ հարցնես, ավակներից խորհուրդ հարցնես, հոգևոր մարդկանցից խորհուրդ հարցնես, Աստծուց խորհուրդ հարցնես, թե խոսքից, թե աղոթքով Աստծուց, խորհրդականներով դու ավելի քիչ սխալվելու հավանականություն կունենաս։ Ընդունում եք սա, թե չէ։ Նենց որ առանց խորհուրդ հենց ինքնագլուխ մի վերցրայի ինչ-որ մի բան արա, բոլոր մարդիկ էլ սխալվելու ենթակա են։ Բայց կրկնում եմ, հոգևոր մարդկանցից խորհուրդ հարցնես, որովհետև եւ հիշում եք Սուրբ Գրային կարևոր բանը, Սողոմոնի տղեն խորհուրդ հարցրեց։ Եվ սխալ խորհուրդ ընտրեց։ Արի աշխատի այնպիսի մարդկանց խորհուրդը ընդունի, ովքեր Եբրայեցիների 13 գլխում գրված է։ Ասում է, որ ձեր առաջնորդներին, հոգևոր առաջնորդներին ուշադրություն դարձրեք եւ նրանց հավատքի վախճանին նայելով իրենց նմանող եղեք։ Այսինքն տես ով է իր հոգևոր կյանքով գնալով ավելի բարձրացել, ավելի Աստծուն մոտեցել, այդ նրա խորհուրդը հարցրա։ Ոչ թե այն, ովքեր քո նման ընկնել հելնելով է այդ։ Ընդունում եք սա, խորհուրդ հարցրեք, շատ ճիշտ է, որ առանց խորհրդի գործ մի բռնեք, մանավանդ հոգևոր մարդկանցից խորհուրդ հարցրեք։ Ես էլ բաղանը,
Հաջորդը կորխը։ Կորխի անվան դիմացել գրված է հակառակության պես կորսվեցան, կորխի հակառակության պես։ Կորխն էլ հակառակության խորհրդանիշ է դարձել։ Կայենը նախանձի մարդասպանության, Բաղամը փողասիրության, իսկ կորխը հակառակության։ Կորխն էլ էր հոգևոր ժողովուրդ։ Ոչ թե միայն իսրայելացի էր, այլ նաև քահանա էր։ Իսկ քահանաները հոգևոր արդեն բարձր մակարդակ էր։ Քահանային միտեղ ասում որ քահանան Աստծո դեսպանն է։ Աստծո դեսպանը, ոչ թե մի ինչ-որ պետության դեսպան, այլ Աստծո դեսպանն է քահանան։ Կորխը քահանա էր։ Ցածր մարդ չէր հոգևորապես։ Պարզապես, որ իրանից առաջ Ահարոնն ու Մովսեսը կային, ասում էր, ինչի եք դուք փառավորվում, այսինքն ես էլ ձեզնից ինչով եմ պակաս, ճիշտ սատանայի մտածելակերպ է։ Սատանան Աստծուն տեսնում էր, Աստծու հետ էր, Աստծուն երկրպագում էր, բայց մեկ էլ ինչի ես էլ այտենց չպաշտվեմ, որ այս առաջացավ կորխի մեջ և հակառակվեց, ապստամբության ոգին ընդունեց և աշխարհի պատմության, մարդկության պատմության մեջ ամենամեծ պատիժը ստեղ եղավ։ Բոլորը գիտեք, գետինը բացվեց, ինքը իր ընտանիքով ունեցածով իջան դժոխք։ Եղիան ու Ենովքը ողջ երկինք գնացին, կորխ իր ընտանիքով ողջ դժոխքը գնացին։ Դե չեմ ուզում պատկերացնեմ ընդեղ, իմ պետք չի թե ընդեղ ոնց են, բայց սրանով Աստված ասում է, որ ինչքան է ինքը զզում այդ ապստամբությունից, հակառակությունից։ Աստծո աչքին ինչքան վատ բան է հակառակությունը։ Եվ Աստված պատվեր ունի ավագին հնազանդվել, մեծին հնազանդվել, զավակը ծնողին հնազանդվի, կինը ամուսնուն հնազանդվի, եկեղեցու անդամը եկեղեցու հովին հնազանդվի, աշխատողը իր ղեկավարին հնազանդվի, քաղաքացին իր երկրի ղեկավարներին հնազանդվի, ընդհանրապես ավագին հնազանդվի։ Աստված է տես դրել։ Հիմա այդ ավագը քո աչքին լավն է, վատն է, ես հիշում եմ, ես հովվական դասեր որ անցնում էինք, մեզ դաս տվողը այդ պահին գրիչ էր ձեռին։ Այս եթե քո հովի վես գրիչն է, սրան հնազանդվի։ Այսինքն գրիչ անդամեն է, ուրիշ բան չի։ Բայց եթե քո հովին է հնազանդվի։ Այսինքն ավագին պետք է հնազանդվել։ Եթե մեկը ավագին չի հնազանդվում, որտեղ Աստված ասում է, ինքն է այդ ավագներ դնողը։ Ինքն է թագավոր դնող, ինքն է նաչալնիկ դնողը, ինքն է ավագ դնողը։ Եթե ինքը դրել է, դրա հետ ով որ մեկը հակառակվում, Աստծուն է հակառակվում։ Մովսեսին մի տեղ ասեց, այս նրանք քեզ չեն հակառակվում, ինձ են հակառակվում։ Նրանք քո դեմ չեն, իմ դեմ են։ Նենց որ այս հակառակությունը ցավոք շատ մարդկանց մեջ ես տեսել եմ իմ աչքով։ Ես ապրել եմ, ինչ որ չափ Լևայխբայրը կհիշի նման ընթացքով մենք ապրել ենք։ Եվ դեք ոմանց ինչ եմ ասել, շատ անգամ չեմ ասել, քիչ եմ ասել, բայց ասել եմ։ Այդ Աստված ոնց վերցրեց այս սխալ մարդուն դրեց քեզ ավակ։ Պետք է քեզ դրածելներ։ Աստված սխալվել է։ Դե հասկանալի է, հեգնանքով եմ ասել։ Եթե Աստված մեկին դրել է, իհարկե ոչ մի մարդ կատարյալ չի։ Բայց եթե Աստված մեկին դրել է, դու նրան հնազանդվի։ Ճիշտ է դա։ Եվ կրկնում եմ, ոչ թե միայն հովիվներին նկատի ունեմ, քո աշխատանքի վայրում էլ, քո ավագին։ Ընդհանրապես, որտեղ որ դու կաս, քեզնից մեծ եթե կա, քեզնից ավագը կա, դու պարտավոր ես հնազանդվելու։ Եթե հակառակվես, դու Աստծուն ես հակառակվում։ Եթե հակառակվես, դու լավ տեղ չես հասնի։ Եթե հակառակվես, դու ես տուժելու։ Եվ այս վայը կգա։ Հիմա ուզում եմ արդեն ամփոփեմ։ Վայ նրանց, ովքեր Կայանի ճամփով գնացին, Բաղամի ճամփով գնացին, Կորխի ճամփով, ես կարճ ասեմ։ Հիմա մնացքից ասեցի։ Սա զգուշացում է, որ եթե հանկարծ այդ բանը մեր մեջ ծիլ տա, այդ նախանձը, այդ փողասիրությունը, հակառակությունը, դրա դեմն առնենք։
Աշխատենք դրանից հրաժարվել, դրանից ապաշխարել եւ Աստծո օրհնությունը, Աստծո ողորմությունը կգա մեզ։ Աստված կազատի մեզ դրանից, բայց եթե չառնենք, այս վայը կգա մեզ։ Այնպես որ չես կարող միջին վիճակում լինել, կամ են կողմ տեթաս, կամ են կողմ։ Կամ պետք է ապաշխարես եւ փրկվես դրանից, կամ պետք է վայը գա եւ սրանց նման կորսվես։ Սա մեծ զգուշացում է մեր համար։ Եվ այս 3 դեպքերը որ կան, այնպես չի որ սրանք մենակ լուսնիվերի մարդկանց կգտնի, չէ։ Բոլորիս մեջ էլ այս ոգին ասեմ, չէ, այս հին մարդը կա էլի, այս հին մարդու բնությունը կա։ Ոչ մեկը սրանից լրիվ ապահովագրված է, այս ասենց ասեմ, չի։ Բոլորիս էլ հնարավոր է, սատանան միշտ էլ նետերը արձակում է, բոլորիս էլ հնարավոր է այս նետը կպնի։ Կախված է մեզանից, կընդունենք, թե չենք ընդունի։ Կախված է մեզանից, դրա մեջ կխորանանք, թե կապաշխարենք։ Եվ գորը ճիշտ ասեց, ինչքան խորանանք, այնքան վատ տեղ ենք հասնելու։ Եվ հայտության մեջ մի տեղ գրված, ասում է, Բաբելոնից դուրս եկեք, որ նրա պատիժներից ձեր վրա չգա, որ նրա պատիժներին մասնակից չլինենք։ Բաբելոնում այս կարող է դու մարմնով Բաբելոնում չլնես, բայց քո ապրած կյանքով Բաբելոնյան կյանք ապրես։ Հնարավոր է թե չէ։ Դուրս արի։ Բաբելոնից դուրս արի, այսինքն այս տիղտոտ բաներից դուրս արի։ Այս մեղքերից դուրս արի։ Քո մեջ էլ կա այդ նույն բնությունը, Ադամից եւ այդ սկսած այդ բնությունը բոլոր մարդկանց մեջ կա։ Նենց որ Կայենը, Բաղամ եւ Կորխը մեր նման մարդ են եւ ինչպես տեսնում եք, մեզ այնց էլ լավ հոգեվորներն են, իրենքն էլ հոգեվոր էին։ Իրենքն էլ Աստծո հետ կապ ունեցող մարդ էին։ Եվ որ այս աստիճանի հոգեվորներ են կան, նենց չի որ մենք ես կհաղթեմ դրան, չէ։ Եթե Աստծով չապահովեմ, չեմ կարող հաղթել։ Եթե Աստված ինձ չազատի, չեմ կարող հաղթել։ Իսկ որպես Աստված ազատի, հենց դրա ծիլը տենանք, անմիջապես ապաշխարենք։ Իսկ ծիլը երբ ալն։ Տեսնում ես, մեկի գործերը հաջողում են, քոնը չի հաջողում։ Արդեն նախանձի ծիլը կարող է սկսվի։ Կտրենք այդ նախանձի ծիլը։ Ամեն։ Փողի հնարավորություն կա, բայց դու քո պարքևը ծախես։ Ոչ։ Թող արդար լինի քո գումարը։ Քո վաստակը արդար լինի։ Թեկուզ քիչ լինի, բայց արդար լինի։ Ամեն։ Եվ վերջապես հակառակությունն էլ ում ես հակառակում։ Ցանկացած կանոն Աստված տեղյակ է բոլոր կանոններից։ Եվ Աստված ասում բոլոր կանոնները ինձանից են։ Դե արի ու հակառակվի։ Կանոնին հակառակվելով Աստված ասում է նույնիսկ իշխանություններին հակառակվելով Աստծուն ես հակառակվում։ Հակառակության ոգին սխալ ոգի է։ Եփեսացիս 2-րդ գլխում գրված է. մենք մի ժամանակ ապստամբության ոգու գերի էինք։ Աստված մեզ ազատեց։ Ապստամբության ոգուն հանկարծ տեղ չտանք մեր մեջ։ Հնարավոր է բարձրանա։ Հնարավոր է այդ քո ավակը, քո նկատում միած սխալ վարվի։ Հնարավոր է թե չէ։ Օրինակ, պետական իշխանությունների հետ գործ ունենալուց ինչքան եք ջարդված եք այդտուն։ Ինչքան եք նեղված եք այդտուն։ Բայց Աստված ասում մի հակառակվի։ Մի ապստամբի։ Թեկուզև նա ճիշտ չի անում մի ապստամբի։ Դեպքեր եղել որ ես նեղվել եմ, բայց հետո տեսել եմ այս մարդիկ ճիշտ են անում, իրանց գործն են անում։ Եվ այլն։ Աստված օրհնի ձեզ։ Կորխի պատմության հետ կապված Մովսեսը մի բան ասում, բացահայտում էլի, ոնց որ Կորխին ասում է քիչ բան է երևում քո աչքերին, որ Տերը քեզ ձեզը մոտեցրեց իրան վրանի սպասավորություն անելու համար։ Այստեղ շատ կարևոր է որ ամեն մեկից ծառայությունը քիչ բան չերևա իր աչքին։ Որովհետև եթե քո ծառայությունը քիչ երևաց քո աչքին, փոքր երևաց, ու սենց գնացիր կտանի հակառակության։ Պետրոսի թղթերի մեջ ասում է որ սարկավագությունը լավ անում, դրանով բարեաստիճան կշահի։ Այսինքն քո ներսի պակասը չլրացնես ավելի վերև ձգտելու։ Քո ներսի պակասը լրացնես քո ծառայությունը լավ անելու, որտեղ վերև տանողը Տերն է։ Եթե ներկա որ ինչը Տերը քեզ դրել այդ փոքրի մեջ, դրա մեջ դու անիրավլ ես կամ հավատարիմ չես, եթե դու էլ կազմակերպես վերև բարձրանալ, եթե արդեն ավելի վատ անկում են, փոքրից էլ կզրկվես։ Դրա համար շատ կարևոր որ այն ինչ մեջ կան քիչ չերևա մեր աչքին։ Ինձ թվում է Աստված միշտ քեզ դնելու է, միշտ ունենալու ես մարդիկ, որ քեզանից բարձրեն, ծառայության առումով էլ ամեն առումներով։ Մարդիկ էլ կնեն քեզանից ինչ որ առումներով ցածր են։ Երկու դեպքում դու ճիշտ կանաս քեզ պայես։
ցածի վրա չհպարտանաս, բարձի նկատմամբ էլ նախանձով հակառակցնով չլսվես։ Ամեն։ Որ օրնված լինի։ Շատ ճիշտ է։ Գիտեք, 5 տակարանում, երբ որ տաճար բանը խորանը հիմնվում էր, Աստված անուններով ասում էր դռնապանների անունները, մաքրողների անունները, դվերները կրողների անունները, այդ դրանց պատասխանատուներ բոլոր, այսինքն Աստծո համար, թե խնկարկող քահանան, թե դռնապան, երկուսն էլ Աստծո ծառայողներ էին։ Հիմա այստեղ մաքրողը, այս աթոռները տանոր բերողը, այս տարի համար ես մարդ եմ ճարելով, որ այս աթոռը մի հատ լավ վերանորոգի, այդ վերանորոգողը եւ քարոզողը Աստծո աշտին բոլորը հավասար ծառայողներ են։ Այնպես որ մեկը բարձր ծառայող է, մեկը ցածր ծառայող է։ Բարձր ու ցածր գիտեք ոնց է երևում։ Սրտանց եւ ոչ սրտանցը։ Ընդունում եք սա թե չէ։ Որ ծառայության մեջ ես, քո բարձրությունը քո սրտանց նվիրված ծառայելով լինելու։ Աստված վարձահատույց ալնելու ոչ թե ծառայության չգիտեմ ինչ ձևին, այլ վարձահատույց ալնելու նվիրված սրտանց ծառայողին։ Աստված օրհնի ձեզ, շատ ճիշտ միտքեր։ Մյուսները արժև չպարտանանք, մեզ վերևների արժևը հակառակությունով նախանձով չլսվենք։ Այդ գրված չի, բայց իր թվոցի այդ 16-րդ գլխի այդ պատմության մեջ նկարագրված է, կորխը մենակ չեկավ, Մովսեսի կորխը մենակ չեկավ։ Երբ որ մարդու սրտի մեջ չարություն է ծնվում, առաջի բանը, որ ինքը անում է, գնում է համախոհներ է ճարում։ Եվ երբ որ ինքը ընկավ, ինքը մենակ չընկավ։ Իր հետ նախ երկու ընկերները ընտանիքներով միասին գնացին դժոխք, Դաթանն ու Աբիրոնը, եւ 250 հոգի էլ վառվեցին բուրվարներով։ Այսինքն երբ որ մարդու մեջ դա սատանայի ոչն է, երկնքում էլ երբ որ սատանան ապստամբեց, իր հետ համախոհներ հավաքեց։ Գրված է 1/3 հրեշտակների 1/3 մասը իր հետևից տարավ եւ բոլորը ընկան։ Դա էլ է չարություն, երբ որ մարդու սրտի մեջ ինչ-որ բան է բարձրանում եւ մարդիկ է փորձում հավաքել իր շուրջը, որ իր ճիշտը կարծես ապացուցի ճակերտավոր։ Եվ Աստծո համար պղծություն է դա։ Եվ այդ պատմության մեկ էլ Մարիամի պատմության մեջ, դե Մարիամի պատմությունը, երբ որ Մարիամը Մովսեսի դեմ նորից ապստամբեց, ես նկատել եմ երկու դեպքում էլ Աստված է խառնվում։ Եվ երկու դեպքի լուծումն էլ, խնդրի լուծումն էլ Աստված է տալի։ Մովսեսը չի այդ լուծումները տալի։ Հենց Աստված ինքն է լուծում այդ խնդիրը։ Լսած կաք, որ մեկը սկսում է բողոքել ինչ-որ բանից։ Այդ հենց է դա։ Եթե բողոքը դու լսեցիր, կամաց դառնում ես իրապես։ Եթե տրտունջը լսեցիր, դառնում ես իրապես։ Կամաց իր ապստամբության սերմերը գցում է քո մեջ։ Եվ եթե անկախ չես դառնում ես ապստամբ։ Նենց որ սա մեզնից հեռու բան չի։ Ոմանք իրանք իրապես ապստամբ չեն, բայց այդ ապստամբների աշխատանքով դառնում են ապստամբ։ Եվ հաճախ այդ դարձածներ ավելի թունդ են ելնում, քան այն սկզբից որ լսրել է։ Զգուշացեք դրանից։ Ձեր ականջը մի տվեք ապստամբ լեզվին։ Բողոքող լեզվին ձեր ականջը մի տվեք։ Աստված օրհնի ձեզ։